Հաղորդման հովանավորն է Կարսի լավաշ ընկերությունը։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթերում համահայկական առավոտն է։ Ձեզ հետ ես եմ Անահիտ Սիմոնյանը եւ իմ սիրելի գոլեգա Աննա Գևորգյանը։ Ուրախ ենք, որ յուրաքանչյուր առավոտը դիմավորում եք մեզ հետ եւ ամեն աշխատանքային օր 10-ից 11-ը կամ 12-ը կախված է մեր հյուրերի քանակից եւ այդ օրվա տեղեկություններից, որոնք կարող ենք ձեզ փոխանցել եւ եթերը, որը մեզ է թույլ տալիս այդքան ձգել, մենք ձեզ կներկայացնենք հետաքրքիր նորություններ, հետաքրքիր հյուրեր եւ այսօր ունենք մի հյուր, որի մասին կարելի է անվերջ խոսել իր տաղանդների, շնորհքների եւ գործունեության մասին, բայց մինչ այդ հիշեցնենք մեր հովանավորի մասին։ Մեր սիրելի հովանավորը Կարսի լավաշն է, իր անզուգական լավաշի հացի տեսականիով եւ անմահական քաղցրավենիքի տեսականիով չենք հոգնում կրկնելուց, որ այս էկլերները Կարսի լավաշի պատրաստվում են շատ համեղ կրեմով, զավարնոյ կրեմով, այսպես ասած։ Բավականին շատ լավաշի տեսականի կա Լոս Անջելեսում, այս մեկը Կարսի լավաշը գտնվում է Վերդուկո փողոցի վրա Գլենդելում եւ ըստ բոլոր իրենց հաճախորդների այն լավագույնը, որը երբևէ նրանք փորձել են։ Այո, իսկ մենք երևի թե դիտենք փոքրիկ նյութ մեր հյուրի մասին, ում անհամբեր սպասում ենք այստեղ մեր կողքին։ Նյութը դիտելուց հետո կմիանանք արդեն հյուրի հետ միասին շարունակենք մեր զրույցը։ Նա շփվում է մարմնի հետ, ինչպես երաժիշտը գործիքի, խոսում է հպումով, բուժում առանց տեղամիջոցի։ Սա Լևոն Գասպարյանն է, մարդ, ով գիտի, որ երբ մարմինը լռում է, սկսում է խոսել հոգին։ Նա սովորել է բժշկություն, ուսումնասիրել մարդու անատոմիան ու ներաշխարհը, ունի հոգեբանի մագիստրոսի կրթություն եւ 20 տարվա փորձ կինեզիոլոգիայի եւ մերսաթերապիայի ոլորտում, բայց նրա գիտելիքը սահմանափակ չէ բժշկական դասագրքերով, այն ապրած է, զգացած եւ հղկված, հարյուրավոր իրական մարդկանց հետ աշխատանքի արդյունքում։ Լևոնը ստեղծել է սեփական մոտեցում Sound Hills, սա մերսման նոր փիլիսոփայություն է, որտեղ յուրաքանչյուր շարժում սիմֆոնիա է, յուրաքանչյուր հպում արձագանք։ Տեխնիկա, որն ուղղված է էներգետիկ հավասարակշռության վերականգնմանն ու խորը հանգստի։ Նրա ձեռքերում ավելի քան տասնյակ ոսկե մեդալներ կան։ Այս Ամերիկայի չեմպիոնատի հաղթած երրորդ մեդալն է, երրորդ տեղը գրավեցի։ Այս Կալիֆոռնիան է, այս 100 երկրների չեմպիոնատն եմ հաղթել, Global Holistic Spa Championship-ը առաջ տեղ գրավեցի, այս Ինդիանան է, այս online championship-ն է, երրորդ տեղ գրավեցի, առաջի մեդալը սա եղել։ Ինդիանա, Քենտակի, Նորթ Կարոլայնա, Սաութ Կարոլայնա, Ամերիկայի Massage Championship։ Բայց ամենամեծ պարգևը նրա համար դա փոխանցելն է։ Նա չի կանգնում միայն իր արդյունքի վրա, նա կիսվում է։ Ձեր առջև է ուսուցիչ, ով կազմակերպում է սեմինարներ, փակ դասընթացներ, ռետրիտներ եւ մասնակցում թեմատիկ տարատեսակ միջոցառումների։ Բնության խորքում, անշեղ կենտրոնացման պայմաններում նա սովորեցնում է մարդկանց ինչպես շփվել ոչ միայն ուրիշի, այլև սեփական մարմնի եւ հոգու հետ։ Լևոն Գասպարյանը մարդ, ով իր աշխատանքում միավորում է բժշկությունը, հոգեբանությունը, շարժման գիտությունը եւ ներդաշնակության փիլիսոփայությունը։ Նա չի խոստանում հրաշքներ, բայց նա հրավիրում է լսելու այն, ինչը միշտ մեզ հետ է, մեր իսկ մարմինը, եւ հենց այդտեղ է սկսվում
ամենաարժեքավորը։ Մասաժը տեղ։ Այսօր ձեզ ենք ներկայացնում մի մարդ, ով նորովի է բացահայտում մարդու մարմինը, շարժումը, էներգիան եւ բուժման նուրբ արվեստը։ Նա մեր հայրենակիցն է Լևոն Գասպարյանը։ Միջազգային մրցանակներ, ուսուցման սեփական մեթոդ եւ ամուր ուղի կառուցված տարիների փորձով։ Ողջույն Լևոն ջան։ Ողջույն, շնորհակալություն։ Դե մենք մեզ հասանելիքը պատմեցինք քո մասին, հիմա ուզում ենք դու պատմես քո մասին, Լևոն ջանի։ Սկսենք մերսումներից, որովհետև դու կարծես 20 տարվա փորձ ունես այդ ոլորտում, ինչպես է սկսել, ուր ես հասել եւ ինչու է այս պահին կայանում գործունեությունդ կապված մերսումների հետ։ Մերսումներից պրակտիկան սկսել եմ Հայաստանում, դեռևս 2005 թվականից, երբ առաջին Հիմա փոստայացի դրապետել եմ Ամերիկա և ստեղել եմ շարունակում մերսումները, կերատոթերապիան և այդ պահին դա դպրոց փոքրիկ ստեղծած, որտեղ մարդիկ գալիս են վերապատրաստվում են և իրենց և մասնագետներին օգնում են ավելի լավ տեխնիկաների դրապետել և այն մարդիկ ովքեր պատրաստվում են մասնակցել չեմպիոնատների ամբողջ աշխարհով ստեղել են մերսման չեմպիոնատներ, գալիս են ինձ մոտ և իրենց վերապատրաստում իրանց ուզած ծրագիրը իրանց նորովի վերակառուցումը և սկսում են ավելի լավ արդյունքներ ստանալ։ Մերսման տարբեր տեխնիկաներ են դրապետում, ինքս եմ մասնակցում չեմպիոնատների, հիմա պատրաստում եմ Ամերիկայի նացիոնալների չեմպիոնատին, որը հյուսիսում լավտելիս մոտեր ունենալու։ Ամերիկայում ամենամեծ երկրորդ փոքրամասնա լինելու, անցած տարի Նորթ Քարոլայնայում եղավ և երրորդ տարի գրավեցի, բայց առաջին փորձս էր Ամերիկայում, հետո որովհետև ամեն նահանգ անցել է և իրանց չեմպիոնատը ամեն նահանգում Ցանկ դու 4 տարվա ընթացքում ինչեր ես հասցրել անել եւ դեռ շարունակում ես։ Այո, շարունակում եմ եւ ելի շարունակելու եմ, երբ որ հասնեմ իմ ուզածին, միգուցե հետո նոր բաներ կգան, բայց այս բան ներկայացնում երկու ծրագիր, դա դեմքի մերսման ծրագիրն է, որտեղ կիրառում եմ դեմքի միոլիֆտինգային մերսումը, որի դասը առաջին վերցրեցի Մոլդովայում Եվրազիայի առաջնության ժամանակ, հետո Դենիս Դեմիդովը իմ ուսուցիչը եկավ Հայաստան, այնտեղ վերապատրաստեց, տոկանոց մի հատ խումբ, որից հետո կար հաջորդ վկայականը, որը որակի ոսկե վկայականն էր, որ շնորհում էր իրանց ակադեմիան, ես փորձեցի on-line ստանալ, բայց չկարողացա ոչ մի կերպ և որոշեցի գնալ հենց Ուկրաինա, այնտեղ գնացի հանձնեցի քննությունը և այն քիչ մասնագետներից եմ, որ ունեմ այդ որակի վկայականը նաև իրանց կողմից որակավորված և այդ ծրագրի մեջ ավելացրեցի դեմքի բանկաները, դեմքի գուաշա մերսումը, բոկալ մերսումը և ձայնային բուժումը, որ նոր եմ սկսել ուսումնասիրել։ Վիրտուոզ վարպետ։ Ստացա մի ծրագիր, որը ներկայացնում եմ ամբողջ աշխարհին և ամեն նահանգ հիմա գնալով նաև ցույց եմ տալիս այդ ծրագիրը և գրավում առաջին տեղեր։ Երկրորդ ծրագիրը դա freestyle western է, ուղղվածությունը դեպի western է, կարող ես օգտագործել western-ից եկած ցանկացած գործիքներ, երաժշտական գործիքներ, մերսման հետ կապված գործիքներ և սրա մեջ ներառել եմ horse drum-ը, շամանիկ դրամն է, տեսակ որ այդ խփում էի։ Ես իդեպ լսել եմ, ներկա եմ եղել։
Մասնակցել ես։ Այդ գործիքը օգնում է, որպեսզի քո չակրաների բլոկները դրանով քանդում են եւ բացվում են։ Սրա մասին կխոսենք դեռ, բայց brain stick-ը եւ chime-երը նաեւ օգտագործում եմ ծրագրի մեջ, անում եմ էլի բանկաներ, մեջքի սիլիկոնի բանկաներն եմ օգտագործում եմ գուաշա տարբեր գործիքներ, սպորտ մասաժ, մոբիլիզացիա, բուժական վերսիոն, շվեդական վերսիոն, այս ամեն ինչը հավաքել եմ մի ծրագրի մեջ, որտեղ ներկայացնում եմ freestyle western-ով եւ էլի գրավում եմ առաջին տեղեր եւ այս տարի 2 ցուցանիշ ունեմ։ Ամենաբարձր միավորն եմ գրավել Ամերիկայում, որը 85-ն է, որպեսզի պատկերացնեն ինչա կատարվում։ Նախորդ տարվա 73 ու 1 միավորը ամենաբարձր միավորն է եղել ամբողջ Ամերիկայում։ Ես այս տարի եւ 84 եւ 85 գրավել եմ առաջին Մենք հպարտանում ենք, որ քո կողքին ենք այս բանը նստած, անհավանական բաներ ենք լսում զետեղված մեկ մարդու մեջ, այս պահին մենք փոքրիկ դաթար կունենանք, մնացեք մեզ հետ, Լևոնի մասին դեռ շատ բաներ կա, որ պետք է պատմենք ձեզ եւ վստահ եմ հետաքրքիր է լինելու։ Շարունակում ենք մեր եթերը եւ հիշեցնեմ, որ մեր հյուրն է այսօր Լևոն Գասպարյանը, ում նաեւ անվանում են Levon Magic Hands եւ հենց Instagram-ում դու այդպես ես գրանցված Levon Magic Hands անունը ծագեց ընդեղից, որ բոլոր մարդկանց օգնում էի եւ ծավերի համար, մեջքի ծավերի եւ մկանային խնդիրներ, ծավեր, միշտ բոլոր մարդիկ ունենում են ողնաշարի կամ մեջքի կամ այլ մկանային խնդիրներ որպես կինեզիոլոգ կարողանում եմ օգնել այդ հարցով եւ միշտ բոլորը ասում են oh you have magic hands ոնց է կարող մի անգամից օգնեցիր հետո որ Instagram-ից պիտի անուն դնեինք եղբորս հետ որոշեցինք որ ավանաճիշտ անունը magic hands-ն է ու դա ծնված այդ անունը եւ իսկապես դու ունես magic hands ես առիթ եմ ունեցել եւ մասնակցել եմ քո այսպես ասած այդ բուժական հատվածին ու ինքս էլ կարող եմ ասել որ քո մոտից հետո ինձ մոտ sense մի տեսակ կանաչ ճանապարհ բացվեց այսպես ասած ամեն ինչ sense շատ լավ ընթացավ ինչ որ երազանքներ անգամ կատարվեցին այո իսկապես ես բոլոր մարդիկ այդ positive feedback-ը անում են, որ sound healing-ից հետո, կամ վերսումներից հետո ունենում են շատ հանգիստ միտք, շատ խաղաղություն են ունենում, իրանց քունն ավելի կարգավորվում, բավականին մեծ դրական փոփոխություններ է տեղի ունենում։ Sound heals շատերին անծանոթ է տերմինը, կբացատրես, կներկայացնես։ Կամ ասում են sound bath, ձայնային լոգանք, կամ ասում են sound healing, ձայնային բուժում, ինքը եւ արվում է անհատական, եւ արվում է խմբային իր առավելությունները նրանք են, որ ձայնային վիբրացիաները եւ ձայնային կոնկրետ հերցերը ազդում են տարբեր օրգանների վրա, մտքիդ վրա, էմոցիոնալ վիճակիդ վրա, ֆիզիկական վիճակիդ վրա, հուզական վիճակիդ վրա, օգնում են ազատ չակրաներ են, չէ՞ բացվում։ Չակրաները, այո, կարող ես ակտիվացնել ձայնային բուժման միջոցով, կարող ես իրանց բլոկներից քանդել, ազատել եւ ակտիվացնել եւ իրանց հետ կարող ես աշխատել ձայնային բուժման միջոցով։ Ձայնային բուժումը ես չեմ կապում որևէ կրոնական ուսմունքի հետ, ինքս քրիստոնյա եմ եւ ձայնային բուժումը գալիս է եւ Հնդկաստանից, եւ Թիբետից, եւ Չինաստանից, տարբեր երկրների ժողովուրդների կուլտուրա է, որը որ օգտագործել են, քանի որ համարել են, որ մարդիկ ունեն իրանց վիբրացիաները, փորձել են այդ վիբրացիաները կարգավորել ձայնային։ Դե հա, ունենք էներգետիկ դաշտ, որի վրա շատ լավ ու դրական է ազդում ձայները, այդքանը, ոչ մի կրոնական ենթատեքստ չունի դա։ Ես էլ Անահիտն էլ մասնակցել ենք, ես թե անհատական, որը դուք տեսաք վիդեոյի մեջ, որը ներկայացրինք, թե խմբակայիններին, որը բնության մեջ է արվում եւ իսկապես հրաշալի զգացումներ են, նույնիսկ բառերով բացատրել հնարավոր չի։ Բնության մեջ կատարվելիքը ամենա իմ սիրելիներից է, որովհետեւ ինքս շատ եմ սիրում բնությունը եւ
ձայնային լոգանքները անել բնության մեջ շատ ավելի ճիշտ եմ համարում եւ նշեմ ինչի ձայնային լոգանք, որտեղ 10-ից ավելի ձայնային գործիքներ ու երաժշտական գործիքներ են օգտագործվում, որոնք իրոք ձայնային լոգանք է վերջում ստացվում։ Լևոն, իսկ նա հարց կարող է հպումը բացել այն, ինչ խոսքը չի կարող։ Այո։ Քանի որ երբ որ հպվում ես մարդու մարմնին, նաև մտնում ես իր էներգետիկ դաշտի մեջ եւ տեղի ունենում էներգիայի փոխանակում, պիտի որպես մասնագետ նաև պատրաստ լինես կարողանաս վերցնել այդ էներգիան եւ քեզանից նաև ազատել, որովհետեւ երբ մենակ վերցում ես եւ չես ազատում, ինքդ ես ունենում շատ ցավեր ու խնդիրներ։ Ինչպես նաև պաշտպանվել բացասական էներգիայից քո դաշտ չթողել։ Պաշտպանվել կարող ես մեդիտացիաների միջոցով, վիզուալիզացիաների միջոցով, կան տարբեր տեխնիկաներ, թե ինչպես կարող ես կիրառել եւ պաշտպանվել այդ բացասական էներգիաներից։ Իդեպ այսօր նաև туриզմի միջազգային օրն է համարվում եւ Լևոնը դրա հետ է կապված, туриզմ դա չենք կոչի, բայց տեղի են ունենում փոքրիկ ռետրիտներ մի քանի օրյա եւ դա տեղի ունենում օրինակ Յոսեմիթիում հենց վաղը խումբ է գնում Լևոնի հետ, որի մեջ նաև մասնակից են լինելու մեր հայտնի աստղերը, ես ինքս կներկայացնեմ ձեզ տեսանյութ դրա հետ կապված, բավականին հետաքրքիր կլինի վստահ եմ, բայց դուք էլ կարող եք միանալ, որովհետև դա տեղի է ունենում օրինակ այս ամիս կլինի, արդեն երկրորդը, հաջորդ ամսվա համար էլ է արդեն պլանավորված։ Եվ Յոսեմիթին համարվում է աշխարհի ամենամեծ էներգետիկ լավ ազդեցություն ունեցող կետերից մեկը աշխարհում եւ մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են հենց այնտեղ, իսկ մենք հնարավորություն ունենք մեզ մոտիկ է բավականին պատմիր այդ ռետրիտների մասին։ Ռետրիտները դրանք ակտիվ հանգիստ են, ինչա տեղի ունենում, համառոտ ասեմ, կա վարձած տոն, ամեն մարդ գալիս է, իր սենյակն է ունենում, կա հստակ ծրագիր, որով շարժվում ենք, ամեն ժամին կոնկրետ վերանելիք ունենք, դրան միացրել ենք յոգա, դրան միացրել ենք sound healing եւ մարդկանց տրամադրում ենք նաեւ ազատ ժամ, որ իրենք իրենց հանգիստը ուղղակի վայելեն, անում ենք hiking-ներ, գնում ենք ջրվեժներ, գնում ենք ամենամեծ ծառերի մոտ, անում ենք մեդիտացիաներ, ինքը եւ ակտիվ հանգիստ է եւ ավելի հոգեվոր ուղու սկիզբ է, որ մարդիկ փորձում են սկսել Իսկ Կալիֆոռնիան այդ հնարավորություն ունի Yosemite National Park-ը ամենասիրուններից աշխարհում ու լինել Կալիֆոռնիայում ու չգնալ իմ համար շատ զարմանալի է, որովհետև կան մարդիկ անգամ 30 տարի այստեղ են ապրում, բայց չեն լսել դրա մասին կամ չեն գնացել որպեսզի տեսնեն։ Ես այդ հնարավորությունը ստեղծում եմ մեր հայրենակիցների համար։ Ես ինքս 6 տարի այստեղ եմ եւ յուրաքանչյուր տարի ասում եմ լավ, այս տարի պարտադիր պիտի գնամ, որովհետեւ շատ մեծ է ցանկությունս, բայց այդ սխալը ուղղելու եմ, այս անգամ հաստատ Լևոնին միանալու եմ։ Եվ երեխաների հետ էլ չէ կարող են գալ։ Երեխաների հետ գալիս են, անցած անգամվա ռետրիտի ժամանակ 6 տարեկան տղա երեխա կար, որը ամբողջ հայկը 8 ժամանակ արեց ու մի հատ Իրանից դժգոհություն չտրճանջեց, չենք լսել։ Անում են երեխեքը, իմ երեխաներն են գալիս ինձ հետ։ Ինչից սկսվեց այս տուրը, որ միշտ գնում էի ամեն տարի ու որ ստորիներով տեղադրում էի Instagram-ում, բոլորը միշտ հետաքրքրվում էին, նամակներ էր գալի, «Ո մեզ է տարկով է» Կասես հաջորդը երբ ես գնում մենք էլ միանանք, որոշեցի սարքեմ մի հատ փոքր ռետրիտային խումբ 10-ից 15 հոգանոց, ամենաշատը 20 հոգանոց, կախված է տանմեծությունից։ Փոքր խմբով գնում ենք եւ 3 օր հրաշալի օրեր ենք անցկացնում։ Բացառիկ մարդ ես դու, ով բժշկություն, հոգեբանություն, թերապիաներ եւ sound healing, դա շատ մեծ ու տարբեր մասնագիտություններ են, որոնք ներառելը իմ կարծիքով ստեղծում է մի անբացատրելի հզոր ուժ, որը դու տվել ես։ Ինչպես ստացվեց, որ դու այդպիսի մեծ փոփոխություններ արեցիր, բայց նաեւ միաձուլեցիր դա։ Դու ստեղծեցիր մի ուրիշ իրականություն։ Իրականում ունեմ էլի ուրիշ մասնագիտություններ, երկար տարիներ աշխատել եմ որպես մանկավարժ, դպրոցներում եմ դասավանդել, մարզիչ եմ աշխատել, Հայաստանի փրկարարության ենթասպա եմ եւ միջազգային փրկարարական խմբի անդամ եմ եղել, այդ ամենը նաեւ օգնում է ճանապարհորդությունների ժամանակ լինել միշտ մարդկանց կողքին եւ ամեն ձև պատրաստ եւ օգնական։ Համադրել եմ իրար հետ, որովհետեւ ես գտել եմ ինձ, ես գիտեմ ես ով եմ, ինչի համար եմ ապրում եւ իմ
նշանակություն այս կյանքում, թե ինչի համար եմ եկել, ես դա գիտեմ եւ դա մարդկանց օգնելն է եւ այդ փոխանցում եմ մարդկանց տարբեր միջոցներով, անընդհատ նոր բաներ են գալիս առաջ, որոնք միջոց են հանդիսանում մարդկանց օգնելու եւ ավելի դեպի լույսը տանելու իրանց, որպեսզի ավելի առողջ, մտավոր հոգեպես եւ ֆիզիկապես լինեն մարդիկ։ Լևոն ջան, քեզ անսահման հետաքրքիր է լսելը, բայց ցավոք սրտի մեր ժամանակը մոտենում է ավարտին։ Շատ շնորհակալ ենք քեզ, որ ընդունեցիր մեր հրավերը ու միանշանակ հաջորդ ռիտրիտին ես ներկա եմ լինելու, Աննան ոնց որ լինելու է այս ռիտրիտին։ Այսինքն հաջորդ շատ հրաշալի օր տանց։ Իդեպ եթե որևէ մեկը ուզում է միանալ, կարող եք հետևել մեր էջերին, Levon Magic Hands, Անահիտի եւ իմ էջերում էլ մենք էլ ենք post-ում, կարող եք միանալ մեր ռետրիտներին եւ մեր սումներին։ Շնորհակալ եմ անչափ, որ եկար։ Շնորհակալություն, որ եկար, Լևոն։ Մնացեք մեզ հետ, դադարից հետո մենք կրկին կմիանանք արդեն մեկ ուրիշ հյուրի հետ։ Շարունակում ենք մեր եթերը, իսկ եթերում համահայկական առավոտն է։ Իսկ այսօր մեզ մոտ է Թինա Բայանը, վարսահարդար եւ մեյքափ արտիստ, ով տիրապետում է իր մասնագիտության երկու ճյուղերին միաժամանակ եւ հավասար հմտությամբ։ Նա սկսեց իր մասնագիտական ուղին Մոսկվայում, որտեղ աշխատել է ինչպես ամսագրերի ֆոտոշարքերի, այնպես էլ հեռուստատեսային նախագծերի հետ։ Նրա անունը տարիներ շարունակ կապված է եղել պրոֆեսիոնալիզմի, նրբագեղության եւ ոճի զգացողության հետ։ Ողջույն Թինա։ Ողջույն Թինա։ Թինան այժմ ապրում է Լոս Անջելեսում եւ շարունակում է իր ստեղծագործական կյանքն արդեն այստեղ։ Այս կարճ տարիների ընթացքում ինչ նա այստեղ է, հասցրել է աշխատել մի շարք ֆիլմերի, տեսահոլովակների շրջանակներում եւ տեսահոլովակներից մեկի ընթացքում էլ մենք ենք ծանոթացել Գորիե Պրեմյանի տեսահոլովակում, երբ որ ես նկարահանվում էի, Թինան էր դիմահարդարը, այդտեղից էլ սկսվեց մեր վստահելի եւ երկար աշխատանքը համատեղ։ Այո, նախ ուզում եմ նախորոք ներողություն խնդրել իմ ոչ գեղեցիկ գրական հայրենի համար։ Թիր չկա։ Եթե լինեն սայթակումներ, ստրոգնի սուդիցը։ Մի լարվի, խոսիր այնպես, ինչպես քեզ հարմար է զգում։ Քանի որ ես ապրել եմ երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում, ավելի շատ դիալեկտս ռուսական բառեր կարող են լինել։ Մենք ըմբռնումով կմոտենանք, հանգիստ խոսիր, ինչպես քեզ է հարմար։ Այստեղ աշխատելով նաև դասավանդում ես արդեն եւ հետևելով քո էջին տեսնում եմ նաև որ շատ լավ ուսուցում ես տալիս, որովհետև իրականում այստեղ ավելի դժվար է գտնել ներողություն այնպիսի մասնագետների, ովքեր լիարժեք քեզ մասնագիտությունը կտան։ Ոչ թե 1-2 տեսակի դիմահարդարում կսովորեցնեն, այլ մանրակրկիտ ամեն գծի աշխատանքը քեզ կհասկացնեն ու կփոխանցեն։ Այո, իհարկե դա տալիս է միայն տարիների փորձի շնորհիվ։ Շատ դժվար ուղի եմ ունեցել, սովորել եմ երկար տարիներ եւ անգամ մինչեւ այսօր ես պատրաստ եմ եւ ցանկություն ունեմ սովորելու, որովհետեւ դա անհրաժեշտ է եւ բոլորին եմ խորհուրդ տալի լինելով լավ մասնագետ տարիների փորձ ունենալով հանդերձ սովորել եւ սովորել։ Իդեպ երբ որ Թինան ասաց վարսահարդարում էլ է անում, ես մի փոքր թերահավատումով մոտեցա, որովհետև երբ որ նույն մասնագետը երկու մասնագիտությամբ է զբաղվում, միշտ մտածում ես, որ որևէ մեկը պետք է թերի անի, բայց Թինայի դեպքում ես համոզվեցի, որ չէ, երկուսին էլ կատարյալ տիրապետում է։ Եվ Ռուսաստանի դպրոցն է դա, իդեպ ասեմ, Մոսկվայում շկոլան շատ ուժեղ է վարսահարդարման եւ դիմահարդարման եւ գիտեմ, որ շատերը միանգամից այդ երկու մասնագիտությունը իրար հետ են սովորում եւ դու էլ վառ օրինակն ես նրա, որ այդ ամեն ինչը կարա հաջողված լինի իրար հետ։ Բացի այդ ռուս ազգը ավելի պահանջկոտ է եւ թերացումներ չի ընդունում, դա էլ ստիպում է, որպեսզի դու քո մասնագիտության մեջ կամ լինես կատարյալ կամ չընդունված մեկը։ Ես կարող եմ ասել, որ սկզբում ես եղել աշխատել եմ վարսահարդար, չէի մտածում, որ կլինեմ մեյքափ արտիստ։ Դա մի քանի տարի հետո, այսինքն 13 թվականից ես սկսեցի զբաղվել դիմահարդարումով
շատ հետաքրքիր տեղի ունեցավ, դրանից հետո ոնց որ սկսեցի զբաղվել եւ հասկացա, որ դա այն է, ինչի մասին ես երազում էի։ Փոքրուց երազումներ նկարչուհի, բայց հիմա նկարում եմ դեմք։ Դա էլ է նկար, այո, մեծերից մեկն ասել է կնոջ դեմքը կտավ է, որի վրա յուրաքանչյուր օր նա այլ բան է նկարում։ Այո։ Թինա, այս տարիների ընթացքում այստեղ Լոս Անջելեսում ինչը դարձրեց ինքս պահանջված մասնագետ։ Կոնկուրենցիան շատ մեծ է, իսկ դու առանձնացար բոլորից։ Այո։ Ես կարող եմ ասել, որ դա Ֆորտունայի հետ կապ չունի, երևի իմ աշխատասիրության արդյունքն է, շատ դժվար ու սկզբում շատ ծանր էր իմ համար։ Ես մոտենում էի մարդկանց եւ առաջարկում էի գալ ինձ մոտ փորձել գոնե մի անգամ առանց փող գործ էի անում։ Այսինքն, չգիտեմ, շատ դժվարությամբ, բայց երբ որ մարդիկ տեսնում էին իմ ձեռքը, ինչպես ոնց ասած, Սարաֆաններ ռադիո, մեկը մյուսին ասելով, այո։ Մի հետաքրքիր բան նշեմ, օրինակ, երբ որ ես վարում էի Արամ Ասատրյանի 70-ամյակին նվիրված համերգը եւ իմ մահարտարումն ու վարսահարտարումը Թինան էր արել, միակ հարցի, որ այդ համերգից հետո ինձ տրվում էր, ով է մեյքափը տարել։ Էդ ինչ տեսք ունես, որովհետև նույնիսկ այդ ահռելի դահլիճում իմ դեմքի փայլը, բայց շատ իսկապես անհնարին գեղեցիկ էր, Թինան շատ կատարյալ եւ ինքը իր հանդեպ շատ բծախնդիր է։ Այո, ես իմ հանդեպ շատ բծախնդիր եմ, որովհետև երբ որ հաճախորդը ասում է, օ, շատ լավ է, բայց ես հասկանում եմ, որ ինչ որ մի բան պակաս եմ ես արել, ես դա չեմ գնահատում։ Ես պետք է ինքս համոզում եմ, որ լիարժեք, մաքուր աշխատանք եմ կատարել եւ ես սիրում եմ ժամ դնել։ Այսինքն կան հաճախորդներ, որ կարող են ասել, օ, Ջինա ջան, խնդրում եմ, ինձ արագ կես ժամվա մեյքափ, խնդրում եմ, բայց ես չեմ կարող։ Իմ համար շատ կարևոր է, որ ես գոհ լինեմ առաջի հերթին իմ աշխատանքից եւ շատ խիստ եմ ինքս իմ նկատմամբ առաջի հերթին։ Եվ ես նաև գիտեմ, որ դու ունես դասընթացներ, թե ինչպես կինը կամ աղջիկը ինքն իրեն դիմահարդարի։ Կպատմես մի քիչ այդ մասին։ Դասընթացներ ճիշտ ասած Մոսկվայում ունեցել եմ խմբեր, այստեղ 4 տարվա ընթացքում ունեցել եմ ինդիվիդուալ անհատական դասընթացներ եմ տվել եւ ինքդ քեզ համար։ Այդ այնքան կարևոր է։ Շատ կարևոր է։ Ես հիմա պատկերացնում եմ, եթե ես չլինեի մեյքափ արտիստ, ես անպայման պետք է սովորեի, որովհետեւ դու չես կարող ամեն օր տեղ գնալ եւ մասնագետին խնդրել, որպեսզի քեզ գեղեցկացնի։ Այո, նամանավանդ այստեղ դա էժան չի։ Իսկ ինչն է տարբերում օրինակ այստեղի հաճախորդներից եւ Ռուսաստանի։ Ինչն է տարբերությունը, ինչ ես զգում։ Ես կասեի, որ ինձ ավելի հեշտ էր երևի Մոսկվայում աշխատել, ճիշտ է շատ պահանջկոտ են ռուս աղջիկները, բայց դրա հետ մեկտեղ նրանք շատ շնորհակալ են եւ եթե վստահում են քեզ ամբողջությամբ եւ նրանք ժամ են ուզում որ տնես, այսինքն 2 ժամ դա պրոֆեսիոնալ մեյքափի ժամն է, որ պետք է հատկացնես նրան։ 10 րոպե ես մասաժ եմ անում դեմքի, այսինքն բարձրացնում եմ դեմքը, այո։ Որովհետեւ այդ մասաժից հետո շատ գեղեցիկ լիֆտ էֆեկտ։ Ես առաջին անգամ եմ նման բան լսում, երևի դու միակն ես, ով այդ տեխնիկայով աշխատում։ Այո, Արյան շրջանառություն, ծակոտիներն են փոքրանում ավելի, իհարկե նախապատրաստվում է։ Այո, մկաններն են բարձրանում, դեմքի տոնուսն է բարձրանում, գույնը ավելի վառ եւ բարձ դառնում։ Իսկ որ մեյքափն է ամենադժվարը քեզ համար անելը։ Ես կասեի, որ ինձ համար դժվար մեյքափ չկա։ Դե հասկանում եմ տարիների փորձ է, բայց սկսնակի համար օրինակ որը դժվար է։ Ստրելկաները ինձ թվում է, չէ՞։ Ստրելկաները, բայց ես կասեի ամենաբարդ մեյքափը դա երևի լիֆտ մեյքափն է, որովհետեւ մի փոքր տարիքային, այո, այսինքն 40+ չեմ ուզում վիրավորեմ ոչ մեկին, որովհետեւ անհատական է դա։ Այո։ Այսինքն երբ որ մենք մի փոքր շեղում անենք, մի փոքր մկացնենք շուրթերի գույնը կամ հոնքերի գույնը, մենք կարող ենք տարիք տալ։
Կամ գալիս են հաճախորդներ եւ խնդրում են ինձ սմոքի այս եւ կարմիր շուրթեր։ Դա պետք է այնքան գրագետ եւ գեղեցիկ բացատրել, որ գիտեք ձեր տարիքը ավելի մեծ կերևա, հիմա դա տրենդի մեջ չի, այսինքն այսպես համոզում ենք շատ գեղեցիկ չվիրավորելով։ Հաճախորդը պետք է հասկանա, որ եթե վարպետը լիարժեք տիրապետում է իր աշխատանքին, պետք է վստահել նրան։ Բայց պետք է գտնել նախ այդպիսի վարպետին, խնդրեմ Թինան։ Մենք շատ հարցեր ունենք քեզ եւ փոքրիկ դադարից հետո կշարունակենք մեր զրույցը։ Կրկին ողջույն նրանց, ովքեր մեզ նոր են միացել, սա համահայկական առավոտն է եւ մեր հյուրն է դիմահարդար եւ վարձահարդար 20-ամյա կատարյալ աշխատանքային փորձով։ Ես կարծում եմ, որ հիմա կարող ենք դիտել գեղեցիկ տեսանյութը քո մասին պատմող, այնտեղ իդեպ Աննան եւ ես էլ կանք։ Տեսանյութը դիտելուց հետո կվերադառնանք սիրելի հեռուստադիտող։ Թինա Բալյան, վիզաժիստ եւ վարսահարդար, բարձր դասի մասնագետ, ավելի քան 20 տարվա փորձով։ Նա աշխատել է Մոսկվայում ռուսական շոու բիզնեսի բազմաթիվ հայտնի դերասանների, մոդելների եւ նախագծերի հետ։ Այսօր նա իր փորձը շարունակում է փոխանցել Լոս Անջելեսում, աշխատելով նաև տեղի դերասանների, երգիչների, մասնավոր հաճախորդների հետ։ Նա ոչ միայն ստեղծում է գեղեցկություն, այլ նաև դասավանդում է, պատրաստելով նոր սերնդի մասնագետների։ Թինա Բալյանը վստահության, ճաշակի եւ պրոֆեսիոնալիզմի կենդանի օրինակ է։ Իդեպ Թինան այդ գեղեցիկ դիմահարդարումը, որը տեսակ տեսանյութի մեջ, ինձ կատարել էր մեր Բախում ֆիլմի շրջանակներում այդ սերիալի ժամանակ եւ ես ասեմ, որ շատերը գիտեն, որ ես դիմահարդարումս համարյա միշտ ես եմ ինձ անում ու ոչ թե չեմ վստահում, այլ վախենում եմ, մի տեսակ, երբ որ դու քեզ լավ ես անում, մտածում ես, որ կարող է դիմահարդարը ինչ որ բաներ չիմանա քո մասին, բայց քո արած դիմահարդարումը անկեղծ կատարյալ էր ու ես այդ օրը ամբողջ օրը ինձ շատ գեղեցիկ էի զգում, մաքսիմալ նկարահանվել եմ, վիդեոներ եմ նկարել իմ Instagram-ի համար ու անպայման նորից վերադառնալու եմ քեզ մոտ, որտեվ դու իրոք ունես քո յուրահատուկ ձեռագիրը, ինչը շատ ողջունելի է։ Շնորհակալություն Անահիտ ջան, ես հիշում եմ ինչպես չէիք վստահում ինձ եւ ես շատ զգուշությամբ էի մոտենում, որովհետեւ հասկանում էի, որ դա ձեզ համար կարեւոր է, հանկարծ այս լայնը չանցնեք, հանկարծ մի հատ նայեմ ստուդիոյում նոր, բայց շատ ընտիր էր ստացվել։ Այո, Բախում ֆիլմում իմ եւ Մայքի Խաչատուրի դերասան նշանադրության դիմահարդարումն ու վարսահարդարումն էր Թինայի արածը։ Եվ կուզեի խոսեինք, գիտես ինչից, քանի որ շատ ժամանակ չունենք, որպես հետաքրքիր լինի մեր հեռուստադիտողին նաև ինչն է այս պահին նորաձև, ինչն է պահանջված, ինչը դու խորհուրդ ես տալիս, ինչը արդեն ոչ։ Այո, այսինքն պահանջված 25 թվական։ Այս պահի դրությամբ, այո, այս տարի։ Եթե դա վերաբերվում է սանրվածքներին, ավելի շերտավոր սանրվածքները, կտրվածքները, չոլկաները ավելի ուղիղ, առայժմ չոլկը այն տրենդի մեջ չեն։ Այն սենց չոլկաները։ Դրանք տրենդի մեջ չեն։ Ավելի ուղիղ, ոչ, ավելի ուղիղ եւ մի փոքր ոնց որ։ Գիտեմ, ես գիտեմ, որ քո սանրվածքը այս պահին շատ նորաձև է։ Այո, այս սանրվածքը Հոլիվուդ վեյվերն են, որ դուրս չեն գալիս տրենդից, ես կարող եմ։ Իսկ կտրվածքը butterfly cut է կոչվում։ Իմ աղջիկն էլ է խնդրում, որ ես կտրեմ իր մազերը այդպես։ Տրենդից տեղեկացված եք, այսինքն։ Այդ այն մեր հին ժամանակների լվիցան է։ Այո։ Իտալիան կալվիցա։ Լվիցաները հիմա շատ տրենդի մեջ են, ուղիղ կտրվածքները այլևս տրենդի մեջ չեն այս տարի, ասում է եւ ինձ նայում։ Չնայած ես դա սիրում եմ եւ կյանքում իմ տրենդից դա դուրս չի գա,
Իսկ եթե վերաբերվում է մեյքափին, այս տարվա մեյքափը մերկ աչքերն են։ Այսինքն այս թարթիչները, որ աճեցնում են աղջիկները, խնդրում եմ չանեք։ Իսկ ինչ անեն, եթե այս փոքր է աչքը եւ պետք է մեծացնել, մերկ աչքով չեն կարող։ Մերկ աչքով, այսինքն ի նկատի ունեմ մեծ թարթիչները էլ տրենդի մեջ չեն։ Ակտիվությունը աչքի վրա չդրվի։ Մենք կարող ենք երկարացնել с помощью стрелок, այսինքն ստրելկաների միջոցով, մի փոքր ստվերաներկերով, բայց ոչ մի դեպքում էլ թարթիչներ շատ կպցնել ոնց որ 2 շերտով 3 շերտով։ Այստեղ շատ են սիրում դեպ այդ շատ մեծ։ Դա ամենացավոտ թեման է, երբ որ ես հաճախորդին խնդրում եմ շեյպը մի փոխեք, որովհետև երբ որ գալիս են մեծ եւ կլոր ու կլոր էֆեկտ դրած թարթիչներով եւ ես փորձում եմ շեյպը աչքի փոխել եւ բացրացնել, դա իմ մոտ չի ստացվի, որովհետև նրանք արդեն շեյպը փոխել են եւ երբ որ շատ են դնում ավելի աչքը կախվում է։ Դրա համար ես խորհուրդ կտայի աղջիկներին այլևս չաճացնել, այլ ուղղակի մի փոքր հատիկներով թարթիչներ կպցնել մեյքափի ժամանակ, երբ որ ուզում ենք մի քիչ լիզի էֆեկտ ստանալու համար։ Իսկ շրթներքի գունային գամը։ Շրթներքը ցանկությամբ ուղղակի ինչքան no make-up ոնց են ասում։ Վերադառնում ենք ակունքներին, այո։ Մեր հաստ սանրված ունքերը, նյութ շուրթերը, փայլուն դեմքը, V-образный ավելի ոնց որ բլաշը, Ռումյանան։ Ես կասեի թարմությունը եւ առողջ մաշկն է վերադառնում։ Իսկ եթե կին առավոտյան ունի 10 րոպե ժամանակ, օրինակ ինչը առաջինը ինչը կարա ոնց կարա արագի մեջ տենց մեյքափ անի իրան, ինչի վրա կենտրոնանա։ Առաջին հերթին խոնավեցնել դեմքը, անպայման անհրաժեշտ է խոնավեցնել տոնային քսուկը, ինչն է կարևոր, բոլորը մտածում են, եթե մենք դիմափոշիով վերացնենք այդ փայլը, այսինքն օգտագործում ենք դիմափոշի տոնային քսուկից հետո, դա լինելու է շրթեր։ Բոլորի մոտ մտավախություն կա այդպես։ Մտավախություն կա, բայց ոչ, դրանով մենք փակում ենք, եզրափակում ենք մեյքափը եւ երբ որ վրայից սկուլպտուր Երևանիա ենք անում, այսինքն ընդգծում ենք սկուաները, քիթիկն ենք փոքրացնում կամ ռումյանա ենք քսում, արդեն մենք պատրաստ ենք ոնց որ վերջնական մակիաժ է։ Դիմափոշից հետո դա կարևոր ոնց որ հանգամանք է, որ ես խորհուրդ եմ տալիս բոլորին։ Ինչից սկսել խնամքը առավոտյան moisturizer-ից, հա, այդ խոնավեցնող տարբեր մարդկանց մոտ Եթե յուղոտ մաշկը օրինակ։ Յուղոտ մաշկերի համար օրինակ ավելի մատ օրինակ benefit ֆիրման ունի, չեմ այդպես ունի մոտիվირույշի էֆեկտ, որ կարելի է օգտագործել T-զոնայի, որ դեմքը քրտում է եւ ուզում ենք օրինակ ամբողջ օրվա ընթացքում չփայլի դեմքը, պահպանել մեյքափը։ Իսկ ինչ վերաբերում է խոնավացնելուն, դա այնքան անհատական է, որ ես չեմ կարող ասել ամեն մեկին յուրովի պետք է մաշկը ստալ եւ առանձնահատուկ այո խորհուրդ տա։ Դե հա, դե անհատական մոտեցումը միշտ ամեն ինչում է պետք եւ եթե մասնագետ տեստու գալիս է քեզ մոտ քո հաճախորդը, արդեն իրեն հուշում ես եւ ուղղորդում ես։ Իսկ կարելի արդյոք դիմահարդարումը երկար պահել կամ գիշերել դրանով։ Այո, ես անգամ այսպիսի դեպքում Մոսկվայում երբ որ իմ մոտ հնարավոր չէր, որպեսզի հաճախորդը եթե զանգում էր երեկոյան եւ իմ մոտ արդեն հաջորդ օրվա վրա ժամանակ չկա։ Հաջորդ օրվա գալիս էր երեկոյան եւ հավատացեք, որ ամբողջ օրը պահպանվում էր մակիաժը, մեյքափը, դա ես իմ մոտ ստացվում է, չգիտեմ։ Եթե մենք ճիշտ ենք անում, պայետապն է, նենիսենը, ամեն ինչ ճիշտ եւ ոչ շատ, դա կարելի է պահպանել ամբողջ օրվա ընթացքում։ Եվ կարող եմ դա սովորացնել։ Հարց հարսանիքների հետ կապված գնային։ Հա, օրինակ ինչի է հարսանիքի մեյքափը կամ մազը 3 անգամ ավելի թանկ, քան սովորական ժամանակ։ Նայեք, դա ամենացավոտ եւ հետաքրքիր թեման է երևի բոլոր հաճախորդների։ Ես կարող եմ ասել
շատ խոսել այդ մասին, բայց կփորձեմ կրճատեմ։ Նախ մենք սկսում ենք մեր աշխատանքային ժամը, օրինակ ժամը 9-ից մենք սկսում ենք մեր աշխատանքային ժամը, իսկ հարսիկի հետ մենք կարող ենք եւ 4-ին, 5-ին, այո։ Այսինքն մենք խանգարում ենք մեր քունը։ Երկրորդը, նա այդ օրը շատ լարված է եւ այդ նյարդերը փոխանցվում են մեզ։ Նաեւ հոգեբանի դերում եք անում։ Այո, հոգեբանի դերում եմ։ Երրորդը, այն անհանգստությունը, որ ինքը զգում է եւ այն պատասխանատվությունը իր կյանքի ամենակարևոր օրը նա հանձնում է ինձ եւ ես հավաքում եմ իմ բոլոր գիտելիքները, հավաքում եմ ինձ որպեսզի նրան հանգստացնեմ, պատրաստում եմ նրան այնպես, որ տեսախցիկները անգամ մի փոքր դուրս տված ինչ որ մաշկի վրա, այսինքն դա չպետք է նկատի։ Իրականում դա շատ տարբերվում է սովորական մեյքափից։ Եթե թվում է թե նույնն է, դա բոլորովին նույնը չէ, շատ ավելի մեծ Դեկոլտեի զոնան էլ է, անպայման։ Դրա հետ մեկտեղ մենք մշակում ենք դեկոլտեի զոնան, եթե պետք է եւ մեջ կա, անգամ պլավնի թևերը, այո։ Ինչ եմ ուզում ասեմ, որ կարող է մեկը գալ եւ ասել, իսկ ինչու էս նկարի մեջ էս նույն մեյքափն է, Թինա ջան, բայց ստեղ ռեգուլյար գինաս, ստեղ անverջ կարելի է դրա մասին խոսել, դա շատ պատասխանատու մեյքափ է եւ չնայած նաեւ ուզում եմ ասել, որ մենք շատ ժամանակ ենք վերցնում։ Այսինքն եթե մենք ժամ ու կես, 2 ժամ պրոֆեսիոնալ հասարակական ցավոք մեր եթերաժամը արդեն սպառվեց, Շատ կխոսեինք, բայց ցավոք մենք վստահում ենք Թինային, մենք սիրով հաճախում ենք Թինայի մոտ եւ արդեն մեր մաշկին ենք զգացել, որ Թինան իսկապես շատ լավ մասնագետ է, եթե կարիք ունեք դիմեք եւ վարսահարդարման եւ դիմահարդարման համար։ Ուզում էի մի բան էլ ասել, օգտվելով առիթից աղջիկներ Աննա Գևորգյանի եւ Անահիտ Սիմոնյանի պրոմոկոդով ես կարող եմ դասընթացները ինքը ձեզ համար մեյքափը անել 20% զեղչ եւ 0-ից երբ որ սկսեք 10% զեղչ։ Շատ հաճելի է, շատ շնորհակալ եմ, ուսամ կդիմեն քեզ, որովհետեւ իսկապես վստահելի մասնագետ։ Շնորհակալություն մեր հովանավորին, Կարսի Լավաշին, մեր եթերը քաղցրությամբ լցնելու համար։ Այսքանը, կհանդիպենք վաղը։ Հաղորդման հովանավորն է Կարսի Լավաշ ընկերությունը։